Բարև ձեզ, այսօր կփորձենք վերլուծել մի շատ կարևոր խնդիր, նորից բխող այն հարցերի հետ, թե ինչու է Հայաստանը վերջին 2500-2600 տարվա մեջ այսպիսի իրավիճակում հայտնվել է ու չի կարողանում դուրս գալ այս ճգնաժամից կառավարման։ Թեման շատ խորքային է և շերտավոր վերլուծության կարիք ունի։ Տարբեր շերտեր, տարբեր հարկեր կան, որոնց կարծում եմ մի քանի անգամ հաղորդումներով անհրաժեշտ կլինի անդրադառնալ, վերլուծել, միգուցե ոմանց հետաքրքիր լինի։ Խոսքը ինչի մասին է, Հայաստանի պետականության, հայկական պետականության կառավարման համակարգի չկայանալու մասին է, ոչ թե Հայաստանի Հանրապետության, հայկական պետականության, այսինքն գնում ենք ետ, ինչպես անցած անգամները մթա 6-րդ դար և այդտեղից էլի գալիս ենք, որտև խնդիրը շատ խորքային է, տարբեր շերտեր ունի, նորից անդրադառնանք, հիմնականում սկզբի համար խոշոր բաժանումներ անելով առանձնացնենք արտաքին ազդեցության գործոններ, կապված հարևանների, թշնամիների և այլ ազդեցության տարբեր մակարդակների հետ և ներքին, այսինքն իշխանական, արքայական տները, դինաստիաները, իշխանական տները, նախարարական այդ համակարգը և այլն մինչև այսօր տարբերություն չկա։ Ուրեմն սկսենք արտաքինից։ Արտաքին խաղացողները, այսպես ասած, հին աշխարհից գալիս ենք, էլի, իրենք երբ որ փորձում են ազդել ցանկացած պետության վրա, հարցը Հայաստանի չէ, ինչ պետք է անեն, սկզբից թագավորական տունը եթե կարում են, ասենք, ենթարկացնել, ենթարկացնում են, եթե չեն կարողանում, փոխում են, հետո իր տեղումը պետք է դնեն, փոխում են, դնեն ավելի հնազանդ, ավելի ենթակա, ավելի խոցելի, ինչ-որ մի դինաստիայի և հիմնականում ոնց են ընտրությունը անում, ընտրությունը միշտ էլ կանգնում է այնպիսի ընտանիքների, այնպիսի մարդկանց վրա, այն տեսակի վրա, որը խոնարհվում է, խոնարհ է, մարդկային տեսակներ կան, հին աշխարհում կային կաստային համակարգներ, արևելքում, ոչ միայն Հնդկաստանում, հենց հիմա էլ կան, պարզապես հիմա արդեն այդ համակարգը կաստային լղոզված է, հենց Հայաստանում, հենց Ռուսաստանում, հենց Եվրոպայում, արևմուտքում, արևելքում, հարավում, հյուսիսում, բոլոր տեղերում համակարգը կա, պարզապես հիմա ավելի քաղաքակիրթ, ասենք օրենքով լղոզված, քանի որ խտրականություն չի կարող լինել և այլ բոլոր սահմանազատությունների մեջ գրած է, համար ասենք հիմա մի քիչ ավելի տեխնիկապես մշուշոտ, քողարկված, բայց նույն բանը կա, նույն դասակարգերը կան, կառավարման համակարգներում աշխատում է, այսինքն խնդիրը նրանում չէ, որ հնում եղել է, հիմա մենք խոսում ենք կաստաներից, որում հնում եղել են, իսկ հիմա, քանի որ մենք 21-րդ դարում ենք, ուրեմն կաստաներ չկան ու դա, ինչպես ասում էին, ովքեր ծնվել են Սովետական Միությունում, ասում էին անցյալի վերապրուկներ, այսինքն դա հետամնաց բան է, արդեն անցել ենք մենք, արդեն կոմունիստին ենք հասել, հիշում եք, ովքեր որ հիշում են, ուրեմն հետ գնանք, կաստայական համակարգներ, խնդրում եմ ինչու՞մ է, ուրեմն մարդը իր էությամբ մի քանի խոշոր հարկերի կարող ես բաժանել, մարդու հոգեբանությունը, ասենք, իր հնարավորությունները հոգեկան, ասենք, չգիտեմ, ֆիզիկական, առողջական և այլ, մարդու հնարավորությունները սոցիալական համակարգում, որպես իր գործունեության հնարավորություն, ինչ կարող է, ընդունակությունները,
հակվածությունները, ցանկությունները, կարողությունները, հմտությունները, այդ բոլոր թվարկածս չափորոշիչները հանգեցրել են միշտ հնուց հիմա էլ հնում էլ հանգեցնում են, այսպես ասած, կադրերի վերադասավորման, այսինքն ով ինչ է կարողանում լավ անել, ամեն մարդ ինչ որ մի բան լավ կարող է անել ու մի ինչ որ լիքը տարբեր բաներ էլ լավ չի կարող անել, հասարակ հնուց դարերով եկած բան է, ուրեմն հիմնականում ովքեր գիտեն, հիմա տարածված է այդ արևելյան վեդական ուսմունքները, ասենք Հնդկաստանում օրինակ, 4 համակարգի կաստաներ կային, այսինքն բրահմանները, հոգևոր դաս, շատրյաները կառավարիչների դաս, վայշիները, ասում են առևտրական, բայց ես ավելի շատ կասեի ձեռնարկատերերի դաս, ձեռներեց հասարակություն, այսպես ասած, և 4-ը աշխատողների, որտև այդտեղ մտնում էին շուդրա էին ասում, չէ, վայշի շուդրա, շուդրաների մեջ մտնում էին ոչ միայն բանվորները, գյուղացիները, բանվորները, արհեստավորները, շատ, ասենք, այսինքն աշխատողների կապ չունի ինչ աշխատողների, աշխատողների բանվոր գյուղացիական դասարակության և այլս 20-րդ դարի տերմինոլոգիայով, ուրեմն այդ 4 դասներ հիմնականում և նաև անձեռնամխելին, ասենք, դա արդեն խաղից դուրս վիճակում հայտնված մարդիկ էին, դրա համար դա չեմ նշում, ուրեմն նայեք ինչպես էր, ուրեմն այդ դասերը յուրաքանչյուր կաստա բաժանված էր էլի մանր աստիճանների, օրինակ բրահմանների մեջ անգամ տարբեր շերտեր կային, աստիճանակարգ է, հիերարխիա էլի այսպես ասած, նույնը ասենք կառավարիչների մեջ, ոնց է, օրինակ թագավորը կառավարիչ է, իր բանով, կարող է լինի բրահմանը թագավոր, բրահմա ռիշի, ոնց ասում էին, չէ, այդպես թագավորներ կային, ասում բրահմա ռիշի է, թագավոր է աշխատում էլի, բայց հիմնականում կառավարիչները, ասենք, նախարարներ բան, ասենք, և այլն, տարբեր շերտավոր, ասենք, թագավորներ, իշխաններ, չէ, նահանգապետներ, ասենք, ավելի ցածր, այդ շերտերով իջնում էր տարբեր ոլորտների կառավարման համակարգը, ինչպես է, ասենք, օրենսդիր, դատական, չէ, և գործադիր, հիմնականը, քանի որ հնում օրենսդերը դա ավելի հոգևորականներն էին, դրա համար օրենսդիրը անում ենք, դատականն էլ հիմնականում բրահմաններն էին անում, դա էլ ենք անում, հիմա գործադիրը, բաժանված էին շերտերի, նույն ինչպես բրահմանները, այնպես կառավարիչները, քշատրյանները, նույն ձևի, ասենք, վայշիները, առևտրական, որ կոչվում են, ես կասեի, էլի նորից նշում եմ, տարբերակում եմ, ավելի շատ ձեռնարկատերեր, նույնպես, ասենք, խոշոր ձեռնարկատերեր, չէ, որ ասենք արդյունաբերության ոլորտներն են վերահսկում, կամ ասենք միջազգային առևտուրը, ուրիշ մասշտաբ է, չէ, մինչև, ասենք, խանութ բան, տարբեր շերտեր կա, ինչ եմ սա ասում, խորանանք, ուրեմն նայեք, բրահմանները վերևից, ովքեր էին նախ բրահմանները, հոգևորականները, բրահմանները դա այն մարդկանց տեսակներ, որ շատ քիչ սակավաթիվ էին, ովքեր բախտ են ունեցել, ումը որ ասենք Աստված արժանի համարել, որպեսզի արժանացրել է, որ ճանաչեն ճշմարտությունը, ճանաչեն Աստծուն, շատ քիչ բրահմաններ կային, որոնք դա
անցել էին այդ էտապը, որտեղ դա ասենք դու չես որոշում։ Դու կարող ես ձգտել, շատ ասենք ճգնել եւ այլ, բայց որոշողը վերջնական որոշումը ինքն է որոշում, ինքն է կանչում։ Ներկայությունը, որ ինքը չուզենա դու ոնց կուզենաս, ինչքան էլ ուզենաս։ Հնարավոր է մինչև ինքնախաբեություն, բայց Աստված է։ Ես արևմտյան հասկացողությամբ եմ բացատրում, էլի։ Ընդ տարբեր տերմինոլոգիաներ կան, շերտեր կան եւ այլ, բայց այսինքն այդ բրահմանները, որ ճանաչում էին ճշմարտությունը, իրանք կերպարանափոխվում էին, վերածնվում էին։ Օրինակ բրահմանները, ովքեր են բրահմանները վեդայական հնդկական ուսմունքներում, կրկնակի ծնվածներ կարես թարգմանես, ասենք, բառացի, հայերեն ավելի լավ բառ կա, վերածնվածները։ Այսինքն մարդիկ, ովքեր ապրում են, մեկ էլ այս սովորական ապրելու այս երազից արթնանում են, այսինքն վերածնվում են, մտնում են ուրիշ կյանքի մեջ։ Նորից են ծնվում, դրա համար ասում են, ասենք, օրինակ ռուսների մոտ ասում են դվաժդի ռաժդյոնի։ Հայերեն ավելի ճիշտ է վերածնված է, վերածնուն բառ կա, չէ՞, ասենք։ Այդ իսկական բրահմանները այդ սակավաթիվ մարդիկ էին, հոգևորականները, յոգերը, փիլիսոփաները եւ այլ, որոնք արժանացել էին այդ մեծ պարգևին։ Այդ բրահմանները, երբ որ իրանք ճանաչում էին ճշմարտությունը, իրանց մոտ ամեն ինչ փոխվում էր։ Ուրիշ աչքերով էին նայում կյանքին, իսկ իրականությունը հասկանում էին ինչ է, ինչպես է, որտեղ դա ոնց է տեղ ունենում, երբ որ դա տեղի է ունենում, դու ոնց որ ջրով թրջվես, ասենք ոնց որ մտնես ջուրը, էլի, ասենք աղբյուրի ջուրը ոնց է, որ մտնես, դուրս գաս, ուզես չուզես թրջվել ես։ Այդ ներկայությունը Աստծո, ուզես չուզես իր ճառագայթներով, իր ներկայությամբ թրջվում ես, ոնց որ ասած։ Համար տարբեր որակներ ես ստանում, այն որակները, որը ունի Աստված, ըստ չափերի, ասենք, ինչքան ես մոտիկացել, ինչքան է ինքը ցանկացել, որ դու ստանաս եւ այլն, ասում եմ, չէ, շերտավոր է։ Հիմա նայեք, այդ մարդկանց կարևորությունն ու արժեքը ինչու՞մն էր։ Ասենք, այդպիսի մարդիկ չես կարա իրենց կաշառես։ Հասկանում եք։ Ասենք իրենք եթե դատում են, իրանք չեն կարա կաշառքով կամ ծանոթով կամ վախից ելնելով, այսինքն խղճի դեմ գործարք չեն անում այդպիսի մարդիկ, բացառված է։ Եթե անում է, ուրեմն ինքը դա կեղծ է։ Բացառված է այդպիսի մարդը, որ տես բան անի։ Հասկանում եք։ Դրա համար է դատական համակարգը իրենք էին կառավարում, որտեղ բոլորը գիտեին, որ բրահմանները ոնց կարան սխալ դատ անեն, անարդար։ Արդարության պահապաններն էին, այսպես ասած։ Բացի դրանից, քանի որ պետությունները պետք է կառավարվեն, ուրեմն կառավարման համակարգի համար անհրաժեշտ են մասնագետներ, տարբեր տեսակի մասնագետներ, ռազմական, տնտեսական եւ այլ։ Այդ մասնագետներին կրթելը, վերադաստիարակելը, ընտրելը, որակավորելը, այդ ամենը գտնվում էր այդ բրահմանների վրա։ Ինչի համար, որպեսզի անարդար, մաքուր, արդար ճիշտ ձևով կարողանան իրենք ընտրել ամեն մարդուն իր տեղը դնեն։ Որտեվ խնդիրը նրանում չի, որ ինչ որ պետությունները, օրինակ պետությունները ոնց են, տարբեր պետություններ, տարբեր մակարդակի աստիճանի զարգացման փուլերում են գտնվում, մշակույթները, չէ՞։ Տարբերությունը ոնց, ինչպես է տեղի ունեն, որտեվ ցանկացած ազգի մեջ ցանկացած բոլոր պահանջվող որակների կրողները կան։ Մարդը տես բան է, հասարակությունը, ազգերը տես բան է, պետությունը։ Այսինքն
ցանկացած մասնագետ, ցանկացած ոլորտի, որը ձեզ անհրաժեշտ է, ինքը այդ ունակություն կրողը կա տվյալ երկրում, հարցենը դուք իրեն կգտնեք, իրեն կկրթեք, իրեն կարժևորեք, իրեն կդնեք այնտեղում, որտեղում ինքը կարող է ամենալավը դրսևորվել, որպեսզի երկիրը, այսինքն այդ համակարգը ընդհանուր սոցիալական ճիշտ կազմակերպելով կարողանա արդյունավետ զարգանալ։ Իսկ արդյունավետ զարգացումը տալիս է արդար բաժանում։ Այսինքն հասարակության մեջ, երբ որ արդար բաժանում կա սոցիալական ռեսուրսների, դիրքի, ցանկացած ոլորտում, հնարավորությունների, կրթության, առողջապահության եւ այլ, երբ որ ամեն ինչ արդար ու ոչ թե հավասար է, արդար ու ումը ինչ անհրաժեշտ է։ Հավասար որն է, հիմա մեկը ասենք ուզում է տիեզերա գնաց դառնա հիմա։ Մեկը տիեզերքն է սիրում, մեկը ծովն է սիրում եւ այլ, դրա համար հավասարությունը ո՞նց կարա լինի։ Կարողությունների, ունակությունների, ցանկությունների, հնարավորությունների ճիշտ վերաբաշխում։ Այսպես կբնութագրեի այդ համակարգի արդյունավետ աշխատանքը։ Ուրեմն այդ բրահմանները, երբ որ կարողանում են ճիշտ ամեն ինչ կազմակերպել, ընտրել կառավարիչներին, իրենցից ներքև մի հարկ ներքև գտնվող դասակարգը, իշխողների կառավարման ամբողջ համակարգը, սկսած նորից եմ ասում, թագավորներից, նախարարներից, իշխաններից եւ այլ, ովքեր որ կառավարում են համակարգը։ Դե հին աշխարհում հիմիկվա նման չէր, բայց ես հիմա ընդհանրացնում եմ, քանի որ մենք հիմա 21-րդ դարում ենք, որ ավելի հասկանալի լինի։ Որտեղ մենք ոչ թե պատմության մասին ենք ինչ որ խոսում, ինչ որ ես երբևէ, այլ ընդհանրապես մենք այս ամեն ինչը քննարկում ենք, որպեսզի ներկայում կարողանանք ճիշտ որոշումներ ընդունել եւ հետագայում մեր սերունդների համար, մեր մշակույթի հարատևման համար կարողանանք ճիշտ ճանապարհով գնանք, որտեղ երբ որ սխալ ճանապարհում եք գտնում, ո՞նց է, ճանապարհը ո՞նց է, սխալ գնում ես, ընդ վերջում քյարպինջա նկարած կարմիր պատահում է, ամեն ինչը պատահում է։ Դրա համար այդ բրահմանները հետարքի գիտեք ինչու՞մ է, որ պատկերացնեք, եթե ամբողջ մի ողջ պետություն ենթադրենք Հայաստանի վրա չասեմ, որ ասենք կարամ ասեմ, բայց Հայաստանը մի քիչ փոքր մասշտաբ է, էլի։ Պատկերացրեք, ասենք մասշտաբային առումով։ Ասենք Ֆրանսիայի նման երկիր, Հնդկաստանը լավ 1.5 միլիարդ, Հնդկաստանի մասշտաբով, նորից ասում եմ, դեռ բրահմաններն էլ չէ, շերտավոր հիերարխիա ունեն, անգամ 3-ից 10 հոգի այդպիսի մաքուր մարդ եթե լինի, այդ ամբողջ բուրգի կառույցը, որ հիմա հերթով կիշնենք ներքև, այդ կառույցը կարող են ապահովել արդարամիտ ձևով ճիշտ վերադասավորել, բաշխել ամեն մեկին, ամեն մի բուրգի ամեն մի քարը իր տեղը ճիշտ դնել այնտեղ, որտեղ որ պետք է դրվի, որպեսզի այդ բուրգը լինի կայուն ու չքանդվի։ Այո, գոնե առնվազն ասենք եգիպտական բուրգերի նման քանի հազար տարի կանգնած են։ Համեմատում եմ, էլի։ Ուրեմն նայեք, 3-ից 10 հոգին բավարար է, որպեսզի կարողանան պատկերացնեք մի ամբողջ պետական համակարգ այնպիսի արդարությամբ վերադասավորել, որ բոլոր իդեալական աշխատի, որտեղ երբ որ ամեն մարդ իր տեղում է, այդ պետությունը, այդ համակարգը, այդ մշակույթը չի կարա, նախ չի կարա չզարգանա, երկրորդը չի կարա արդյունավետ չաշխատի, երրորդը չի կարա արդար չլինի։ Իսկ դա ամենակարևոր նպատակներն է մշակույթի, պետության, ժողովրդի համար, բոլորի համար, բնակության, անգամ եթե ազգի մակարդակից չնայենք, որտեղ հիմա հասարակությունը այնպես են դաստիարակ է, որ արդեն ազգային բաներից խոսալը դարձել է ինչ որ, չգիտեմ էլի ոնց ասում, բնակության մակարդակի էլի անգամ։ Այսինքն բնակությունը որպեսզի
երջանիկ լինի, ոնց է բոլոր տեղեր գրած է, մարդը երջանկության համար սոցիալական ճիշտ կառուցում, վերաբաշխում, ռեսուրսների հնարավորություն եւ այլ, պետական եւ բնական եւ այլ, ու դրա հիման վրա բոլոր մարդիկ պետք է լինեն երջանիկ, իրավունք ունեն երջանկության, չէ՞։ Միջազգային իրավունքում գրած է, ցանկացած պետության սահմանադրության մեջ գրած է։ Այսինքն ոչ մեկ դրա դեմ բան չի կարող ասի։ Բոլոր օրենքի գրքերի մեջ գրած է։ Հիմա նայեք, այդ 3-ից 10 հոգին, երբ որ իրենք ճիշտ նախ քանի որ բրահմանները այդ համակարգը 3 կամ 10 հոգով չի, էլ եմ ասում, տարբեր շերտեր ունեն, չէ, որոնք հետո պետք է ճգնեն, աշխատեն իրենց վրա մտավոր եւ հոգեվոր եւ այլ, որպեսզի շարունակական լինի դարեդար հազարամյակներով, համար ասենք շերտ է, ասենք 3-10 հոգի են, երկրորդ թարգում ասենք 20, 30, 50 հոգի են, երրորդ թարգում ասենք 100, 200, 300 հոգի են եւ այլն։ Նայած ինչ մասշտաբը, նայած ինչ ասենք ովքեր պետք է դասավանդեն գիտությունները եւ այլ համալսարանները, դասախոսները, չէ՞։ Եվ այլն, հոգևոր ուղղվածության մասին եմ խոսում։ Չնայած օրինակ այդ թվում մտնում են բժիշկները, մտավորականություն, որտեղ բրահմանները ոնց է, իրենք մենակ բան չեն անում, կարող են նաև մտավոր, ասենք, ակադեմիկոսներ լինել, պրոֆեսորներ, դոկտորներ, ուսուցիչներ, մտավոր աշխատանքի համար, որտեղ նախկինում հոգևորն ու մտավորը իրար չէին բաժանում, ինչպես հիմա։ Հիմա պատկերացրեք, այս բրահմանների մակարդակի մասին խոսել, իջնում ենք ներքև կառավարիչները, առաջ ոնց էր, ազնվականներն էին, չէ, թագավորական դինաստիա, հետո նախարարություններ, նահանգապետներ, իշխաններ, ազնվականներ, մինչև գյուղապետ։ Բանակը կազմված էր ազնվականներից եւ այլ եւ այլ։ Այսինքն կառավարման համակարգ։ Օրինակ շատ տեղեր ասում են ռազմիկներ, շատ է թարգմանությունը, ռազմիկը դա նեղ ուղղվածություն էին կառավարիչները ավելի ճիշտ է, որտեղ մենակ բանակը չի կառավարում։ Ամբողջ պետական ապարատը կառավարման համակարգ է։ Դա կառավարիչ բառը ավելի արդար կլինի, ավելի տեղին կլինի։ Հա։ Ուրեմն ամենակարևորը այս երկրորդ թարգն է, որտեղ հոգևորականները, բրահմանները, եթե իրանք ասեն պաշտոններ չունեն, իշխանություն չունեն, հարստություն չունեն, իսկ այսօրվա ժամանակակից այս մտածողության, երբ մարդը իշխանություն չունի, պաշտոն չունի, հարստություն չունի, ուրեմն ազդեցություն չունի, չէ՞։ 21-րդ դարի մտածողությամբ։ Իսկ պատկերացրեք, ամենաուժեղ ազդեցությունը հենց բրահմաններն են ունեցել, որտեղ իրանք էին նշանակում, ասենք թագավորներին իրանք էին նշանակում։ Եթե ինչ-որ հարց է առաջացել, որ նոր թագավոր կամ ինչ-որ վիճելի թեմաներ կան, դինաստիան վերջացել է, կամ ինչ-որ վեճեր կան, ոչ միայն թագավորներին, արքաներին, այլ նաև նույն ձևի, ասենք, իշխանական համակարգի մեջ, եթե խնդիրներ կան կամ եթե պահանջ կա, բրահմաններն էին այդ հարցը լուծում։ Այսինքն, եթե բրահմանները ճիշտ հարցը լուծում են, ուրեմն կառավարիչները ճիշտ աշխատում են, որպեսզի բրահմանները ճիշտ հարցը լուծեն, իրենք պետք է ճիշտ ընտրեն, թե ով է կարող է լավ կառավարել։ Ուրեմն ինչ է տեղ ունեցել Հայաստանում, հիմա արագ իջնենք Հայաստանի մասշտաբի վրա։ Հայաստանում ինչ է տեղ ունեցել 2005, 2006, 2700 տարի առաջ։ Նախ ինչ-որ պատրվակով, ինչ-որ պատճառով, որ պետք է են, որ ասում է պատմաբանները հետազոտեն, քննեն, պատճառները գտնեն։ Թագավորական դինաստիան փաստացի փոխվել է, այդ փոխվելու ընթացքում արտաքին ուժերի կողմից, այն որ սկզբից նշեցինք, մարերին հաջողվել է Հայաստանում այնպիսի դինաստիա բերել իշխանության, որը իրենցից կախվածություն է ունեցել։ Հիմա թե վախցրել են, որ ասում է հուշտ են արել, ինչ են արել, թե ասենք
այնքան խելացիանել է, որ նախորդ ընտրել են այնպիսի դինաստիա, որը ասենք կառավարիչ չի, ինքը ունակություն չունի, բայց իշխանություն են տվել, ինչի համար, որպեսզի ենթարկվի, որտեղ իրենց կառավարիչ պետք չի, չէ, Հայաստանը ինչ կար, այսինքն իսկական թագավոր Հայաստանում լինի, խնդիր է, իրենց պետք է ծառա լինի, ծառային դրել են 4-րդ ամենացածր ուռվենից, դրել են, ասենք, ասել են դու ես արքա ու տենց, հասկանում եք, ես վերլուծում եմ պարզապես, փաստեր չունեմ, բայց այդտենց է գալի, եթե Հայաստան հայկական պետականությունը ուրիշին ենթարկում է, ծառայում է, ուրեմն բա էլ ո՞նց մեկնաբան եմ, որ ասում է։ Իհարկե, երբ որ իշխանություն է լինում, երբ որ ասենք ումից պետք է ընտրեին, իշխաններից, չէ, ազնվականներից, անկախ ամեն ինչից մեջները եղել են, չէ, մարդիկ, ասենք արքաներ, որում այդ կայծերը, այդ ոսկրտացել է, չէ, ազատություն, արժանապատվություն, ինքնիշխանություն, բոլորը ձգտում են, բնական բան է, դրա համար ոսկրտոցներ եղել են, հիմա նայեք, արտաքին ուժերի միջոցով փոխել են, հետո քիչ-քիչ, քանի որ իշխանները իրենք միշտ էլ ընդվզող են, մանավանդ հին տոհմական կարգերի ժամանակ 2000-2500 տարի առաջ տոհմական հասարակություններ, չէ, հիմնական ֆեոդալական, այսինքն ոնց էր աշխատում, ամեն իշխան այդ իր տարածքում, որ ինքը իշխան էր, ինքը ուրիշ ժողովրդի իշխան չէր, դա պատկերացրեք, ասենք արծունյաց իշխանները, կամ ասենք մոկքի իշխանները, կամ ռշտունյաց իշխանները, կամ սյունյաց իշխանները, բոլոր իշխանները, ես հիմնականում ամենալեռնային են ամենաընդվզող կերպարներին եմ մեջբերում, ընդ շատ կան, հիմա բոլորին տարոնի, ասենք իշխանները, այն մինչև քրիստոնեության գալը սրկունիներն էին, չէ, որ հետո Մամիկոնյանները վերցրեցին, ուժեղ իշխաններ են էլ ազատատենչ, բարձր հայքի, ծոպքի, բոլոր տեղերին է, հիմա ասենք, որ ասում ումը չթվարկեցին, կնես չլինի, որ նեղացան, բայց հիմա պատկերացեք այդ իշխանները, ամեն իշխան իր գավառը ուներ, իր տարածք ուներ, չէ, ու այդ տարածքի ժողովուրդը Համզատ Չիմանից չէր եկել, դա իրանց ազգականներն էին, այսինքն այդ սաղ այդ տոհմական համակարգ էր, պատկերացնում եք, ասենք ռշտունիները, իրանց տարածքը, ասենք այդ հորեղբոր տղեր, պապու, աղբոր եւ այլ ընդ հորքուրների, այդ սաղ այդ համակարգը, չեմ ասում սաղ արունակից են, չէ, ասենք, բայց իրանք մեկը մեկի խնամի, հորեղբար եւ այլ, այդ ոնց է, այդ որ ասում է ծանոթ բարեկամ խնամի, մինչեւ հիմա հայերի մեջ կա, չէ, այն վաղ տենց չէր, այն ժամանակ այդ, ասենք, այդ իշխանը, ասենք, ոնց, ասենք, նշանակված չէր, հասկանում եք, ինքը դա իշխան էր, իծն էր, ու ասենք, ինքը լավ էր նայում իր ժողովրդին, որովհետեւ դա իր ժողովուրդն է, խնդիր որ էլ վաղ իր ժողովրդի, իր էդի պատվի հարցեր, արժանապատվության հարցեր, ազնվության, բարոյականության, արժեքների հարցեր, ու բոլորը, հիմա հերթով չթվարկեմ, այդ բոլոր իշխանները, իրենք մտածում էին առաջինը իր ժողովրդի մասին, որովհետև այդ ժողովուրդը իրանք ոնց է, իր ժողովուրդն է, ոնց հիմիկվա իշխանավորների մասին չի, որ իրանք այդ իրենց ժողովրդին չեն նայում որպես իր ժողովուրդ, իրենց նայում են որպես իրենց գառներ կտուկովերը, որ ասենք որտեղից կտեն, որտեղից կողանան, որտեղից տանեն, որտեղից տալանեն, մենակ Հայաստանի մասին չի, դա հիվանդությունը, համաշխարհային հիվանդություն է, ես պրոստո հիմա ժողովուրդ ջան, վերլուծում ենք, այդ խնդիրներն ենք ման գալի, խենք այսօր, չէ, հիմա պատկերացրեք, այդ իշխանները, քանի որ ուզեն չուզեն պետք է ժողովրդի մասին մտածեն, որտեվ ասենք թագավորը կարած լավ, ասենք դինաստիային փոխեցի, բայց ասենք պետությունը պետք է կառավարելի լինի, համակարգը պետք է աշխատի, եթե լրիվ դավաճանը լինի, դա չի աշխատի, դրա գլուխը կուտեն, կգրեն մեռավ, բանով, մի ամիտ ընկավ, գլուխը խփեց քարի, մեռավ խոսքի, կգրեն, ասենք
կգրեն կեթա, բայց այտենց չի, չէ։ Համար թագավորությունը պետք է աշխատի, որպեսզի աշխատի, պետք է իշխանությունների հետ նախարարական տները սաղեց համակարգը պետք է աշխատի, որպեսզի աշխատի մարդկանց մասին պետք է մտածես, չէ։ Որ հիվանդություններ չլինեն, կոնֆլիկտներ չլինեն, դաշտերը ժամանակին ցանվեն, ժամանակին խնամվեն, ժամանակին հնձվեն, ճիշտ բաշխվի ամեն ինչ, հարկերը հավաքվեն, եւ այլ, զինվորները կուշտ լինեն, հագնված լինեն, առողջ լինեն, զինված լինեն, հարսները առողջ լինեն, առողջ երեխաներ բերեն, եւ այլ, այսինքն դա ամբողջական համակարգ է։ Թշնամիները չգան անցնեն, որ մեր թշնամիները հայտնվեն ու անհայտանան։ Այսինքն այդ համակարգը պետք է աշխատի, կառավարման համակարգը։ Դատարանները ճիշտ արդարամիտ դատեր կայացնեն, չէ, վեճերի կարգում եւ այլ, այդ ամբողջ համակարգը հնում ոնց պետք է աշխատեր, չէ։ Համար ամեն իշխանավոր, ամեն նախարար, ամեն մինչև գյուղապետի մակարդակում պետք է աշխատեր։ Այսինքն չէ, եթե չի աշխատում, ուրեմն պետությունը քանդվում է։ Իսկ եթե աշխատում է, ուրեմն պետք է միջինը գոնե պետք է միջին 50-50 աշխատի, որ պետությունը կարողանա համակարգը աշխատի, որտեղ եթե լավ չի աշխատում ներքևում, վերևում, այսինքն ամենաբարձր արքունիկ, ասենք արտաքին կոնֆլիկտներ, դիվանագիտական բախումներ եւ այլ դրա հետևանքով պատերազմ, հաղթանակ, պարտություն վերում է նրան, որ պետությունը պրծնում է, որտեղ թշնամին եկավ գրավեց, որտեղ այն որ հնձել էին, այն որ բան էին արել, հավաքել էին, լավ չէին բաշխել, ճիշտ չէին, արդար չէին արել, մեկը մեկին խաբել էր, արգերը շատ էին հավաքել զինվորներին, քիչ էին տվել եւ այլ, դրանից ելնումա բարձրանումա վերը, մինչեւ վсё գնացին կռվի ու պարտվեցին, չէ, ասենք խոսքի։ Ես հնի այ 20 թվի թեմաներ նույն դրա հետ կապ ունի։ Պատկերացրեք ինչ եմ ասում։ Այսինքն երբ որ պետական համակարգը կառավարման լավ չի աշխատում, ինքը չի կարա երկարատև լինի։ Դա գազանանուց չի, ժողովուրդ ջան։ Դա կարմիր խաչի, կարմիր մայկի բանը չի, որ ասենք կարմիր գրքի մեջ գրված ինչ որ թղթի էջ չի, որ ասենք դե թողեն, ասեն դա դες բանա Հայաստանը էլի թող մնա հին ժողովուրդա, թող մնա ասես։ Թղթի վրա կարան գրեն, բայց բնական պայմաններում չի աշխատում։ Դե եթե կառավարման համակարգը լավ չի աշխատում, հարևանները քեզի կուտեն, որովհետև ուտելու բան ես դառնում, ասենք, հասկանում եք։ Ու մոտիկ հարևանների մասին չի միայն։ Այն մեծ գերտերությունները բան ոնց է։ Դրա համար այդ ամեն ինչ իրար հետ կապ ունի։ Ու այն որ ասում ամենակարևոր բանն է քավորից է կախված, այդ քավորն էլ այդ բռախմաններն են, որտեղ ամեն ինչ վերևից է իջնում։ Մի առիթով այդ շատ են գրում, չէ՞, որ ասում են բուրգը վերևից են սարքում։ Այդի հենց դա է նշանակում։ Կառավարման համակարգը ներքևից չեն սարքում, վերևից են սարքում։ Ձուկն էլ գլխից է հոտում։ Ճիշտ է։ Գլուխն էլ այդ համակարգում ոչ թե թակավորն է, այլ բռախմաններն են։ Որտեւ իրենք են թակավորի նշանակում։ Թակավորը ոչի բան չի խոտ մրցումներ չեն, ով կրեց դառավ թակավոր, էդի տգետ հասարակությունների մոտ է դա այդպես դառնում։ Այանում ոնց էր ասում էին Աստծու որդին, չէ, Ամոն Ռա, չգիտեմ էսի եւ այլ, կամ ասենք մակեդոնացիները ասում են, որ իրանք բանում է, չգիտեմ Զևսի, Մեսի եւ այլ։ Այսինքն բոլոր այդ դինաստիաները իրենց միշտ կապում են աստվածների հետ։ Քրիստոնեության ժամանակ էլ ոնց էին ասում են Քրիստոսը հայտնվեց, խաչը դրեց, ձեռը դրեց գլխին, ասես զավակս գնա կառավարիր եւ այլ, ու սենց։ Հասկանում եք։ Դրա համար երբ որ բռախմանները մաքուր են, ճիշտ են, իսկական բռախման են, խնդիր չկա։ Եթե որ ասենք թակավորներն էլ իրենց լսում են, որտեղ թակավորները կարող չլսեն, բռախմաններին ասենք դնեն միտեղ, ասեն գնացեք կոշեմ, էսի ձեր հացը, էսի ձեր ջուրը կերեք, խմեք, աղոթեք, մեր հետ գործ չունեք, այդ դեպքում սա չի աշխատում, համակարգը քանդվավ։ Բայց ի՞նչ է տեղ ունեցել, ուրեմն պատկերացրեք, այսինքն ո՞նց են կարացել, հենց հայերի վրա են բերում, այդ մարերը ո՞նց են կարացել հայերին հաղթեն, որ ենթարկացրել են, չէ՞, ո՞նց են կարացել։ Ուրեմն այդ հայ քրմերը իրաց թակավորին չեն ասել, տղա ջան,
Սրանք ով են որ քեզի բան են ասում, вообще դե մենք պետք է քեզի ասենք դու ինչ պետք է անես։ Հասկանում եք ինչ է էլի։ Որտեղից է գալի։ Այդ ձկան գլուխը որ են գլխից որ նեղելա ոնց է տեղի ունեցել այդ նեղման process-ը ոնց է սկսել։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Ինչի մասն ենք խորացել։ Այսինքն դրսից ինչ որ մի օտար երկիր, կարևոր չի անունները հիմա չթվարկեմ, որ տենց 2600 տարվա մեջ կան, կդենք մի մեծ էջ, երկու էջ կգրենք այդ անունները։ Կարևոր չի։ Սկզբից այդ որ պետք է բրահմանները, այսինքն քրմերը, հայերեն հայկական տերմինոլոգիայով, քրմերը պետք է նշանակեին գլխավոր գերագույն քուրմը, ու ասենք երևի դե մի 3 կամ 10 հոգի։ Այդ պատական թվեր չեմ ասում, մինիմում 3, իսկ ոչ թե մաքսիմում 10։ 10-ական համակարգ է, ով որ գիտի ինչի մասին եմ խոսում, աշխարհում օրինակ ասենք կաբալիստները գիտեն 10-ական համակարգը, չինացի գիտեն, Չինգիզ խանը գիտեր 10-ական համակարգը ինչա, արաբները դե Հնդկաստանից գիտեին, հնդիկները գիտեին, 10-ական համակարգը դա համակարգ է, ովքեր որ գիտեն, ուրեմն 10-ը հերիք է, այսպես ասած, 10-ը հերիք է, 3-ն էլ ամենաքիչը, որտեվ 1-2 դե դուալնս է տեղի ունենում, կարա տեղի ունենա, չէ, ասենք 3-ը նորմալ է, չնայած 1-ն էլ է հերիք, բայց ասենք 1-ը գիտեք ինչ խնդիրներ է առաջացնում մարդկային աշխարհում, ուրեմն այդտեղից, որտեղ որ պետք է քրմերը նշանակեին թագավորներին, ուրեմն ինչ-որ ինչ է տեղ ունեցել, ասենք այդ, չգիտեմ, կարևոր չի որ թագավորությունը կամ որ պետությունը, ազդեցությամբ, օրինակ հիմա ասենք Ռուսաստանը, չէ, վերջի 100 տարին, ասենք 35 տարին գցում եմ ես 91-ից սկսած, 1991-ից, գալիս ենք թռնում ենք այս կողմ, 1991-ին Սովետը քանդվեց, եւ այլ, 15 հանրապետություններից ռուսներին չեմ հաշվում, 14-ը անկախություն ստացան, տարբեր աստիճանի արժանինքներով եւ ունակություններով եւ հնարավորություններով եւ այլ, ու ասենք ով պետք է նշանակեր թագավորին, կոպիտ ասած իշխանության գործադիր մարմնի ղեկավարին, ով պետք է նշանակեր 88-ի շարժումից արդեն բոլշևիկ կոմունիստները արդեն նշանակել էին, չէ, ընդդիմադիր բան, հայոց համազգային շարժը բան, դե սարին արդեն նշանակել էին, հասկանում եք ինչ եմ ասում, դրա համար էլ սենց ալում էր 35 տարի է ոչ մի պետություն չկա, այսինքն այդ իրենց գնալուց առաջ մենակ Հայաստանում չէ, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Ուկրաինայում, Բալթյան երկրներում, Միջինասիան հանրապետություններում, ընդ Բուլբաշների մոտ նշանակել էին արդեն ումը որ պետք է, այսինքն իրանք որոշել էին արդեն, որ երկրում ինչ պետք է անեն, օտար զավթիչները, տվյալ դեպքում ռուսները, բայց ասենք եթե գնանք մի 500 տարի առաջ ուրիշները կլինեին, կամ 1000 տարի առաջ կարևոր չի, ես գաղափարային տեխնիկական հարցերի մասն եմ, ես հետարքիր է, տեխնիկական կրթություն չունեմ, իրավաբանական կրթություն ունեմ, բայց ես տեխնիկայի վրա եմ խորացել, որովհետև էդի լուրջ տեխնոլոգիաների հարցը հասկանում եք ժողովուրդ ջան, այսինքն նրանք նշանակում են տես, մարերի ժամանակ դինաստիա փոխվել, մարերը նշանակել են թագավորներին, վերով թռնում էին, հավալային խաղում ձեն չէին անում, հետո տենց եկավ արանքում դե ասենք ձեն մեն անել են, բայց ասենք միշտ ճնշվել են, հետարքիր գիտեք որն է, երբ որ տիրակալները իշխող փոխվում են, այդ ասենք մարերը գնացին պարսիկներն եկան, պարսիկները ասենք գնացին մակեդոնացի կետան, հետո ընդ սելևիկյաններն եկան, չէ, որոշ ժամանակ անցավ, հետո ասենք եկան արշակունիներն եկան, հետո եկան սասանյանները, չէ, հետո եկան արաբները, հետո եկան սելջուկները, հետո եկան մոնղոլները, հետո եկան բաները, Լենգ Թեմուրը եկավ, հետո Պարսկաստանում եսիմ քանի հատ դինաստիա փոխվավ, հետո եկան օսմանյան թուրքերը, հետո եկան ռուսները, չէ, թվարկելով երթով եկանք, հիմա ասենք եկել են կարգը 200 տարի
ռուսներն ու թուրքերը իրար պաստալով ֆուտբոլ էին խաղում հայերի հետ, հայերով էլի, գնդակի կարգավիճակում հայերը։ Հիմա էլ նա ամերիկացի փայեն մտա, ասում են պաստը մենք ոբշե սրանից հետո մենք պետք է խփենք պենալը։ Հա, բոլորը որ գալիս են, իրանց ձեռնտու է, որ Հայաստանում լինի կառավարման վրա այն տեսակը, ով որ լավ ենթարկում է։ Ոչ թե այն տեսակը, որ ազատության է ձգտում։ Շատ կարևոր նրբություն է։ Բոլորին, ոչ մեկին ազատատենչ կառավարման համակարգ, ազատատենչ էլիտա, ազգային չասեմ, որտեղ մի քիչ մարդիկ հիմա բան են, վատ են զգում, գլուխները պտտում է, բան ազգային բառը օգտագործում ես։ Ես բնակչության մակարդակի բանով եմ ասում ընդհանրապես։ Այսինքն ազատությունից զրկում են, էլիտային զրկում են ազատությունից, իրանց ծառա են սարքում, հետո էլիտայի միջոցով ցանկացած մարդու մինչև ամենացածր ներքև զրկում են ազատությունից, դու ծառայում ես իրենց, որովհետև բա իրանք են տերը, այ տենց են անում։ Ու իրանց ազատատենչ մարդիկ ամենաապասնի, ամենավտանգավոր մարդիկ են այդ տեսակը, որովհետև դու կարաս իրանց իշխանությանը խոչընդոտ առաջացնես։ Դրա համար բոլորին ձեռ է տալի այդ նույն համակարգը, այսինքն այդ որ ոնց է, հիմա ինչ է տեղի ունենում, ռուսները, ասենք, գնում են, հələ չեն գնաց, հələ հայտնի չի գնան թե չեն գնա, որ սաղ մնան չեն գնա, բայց ասենք պետք է իրենց անենք, որ սաղ չմնան, բայց հարցը էդի չի։ Ռուսները գնում են, թուրքերն ու ամերիկացի գալիս են, ու ասենք ռուսական խոսքը, ովքեր սովետական միությունում են մեծացել, լավ գիտեն այդ խոսքը, ասում է պրիոմ զդաչի, չէ, ասենք, բանը հանձնում են, ասենք մի կողմը հանձնում է, դա փաստաթղթերը, բան, չէ, ասում են, այսքան գառ ունեմ, այսքան կով ունեմ, այսքան խոզ ունեմ, այսքան նավ ունեմ, բան, բադերը, բաները, մի կողմը հանձնում է, ըստ ցուցակի, այն մի կողմը ընդունում է, ու դե ճշտումներ է անում, խոսքի այս գառանը մորթել, այս գառանը աղում անել, ոչմ, այսրանք խորոված կանենք, այսի լավ ոչխար է, այսի լավ կաշխատի, հա, ընդել, եթե ինչ-որ խնդիր կա, իրանց կադրերն են բերում, ու տենց։ Հետո մեր ժողովուրդը ասում է մենք 2000 տարի ճնշվել ենք, նեղվել ենք, բա տենց պետք է լինի ժողովուրդ ջան, հասկանում եք։ Դուք միայն ներքին խնդիր չունեք, դու արտաքին խնդիր էլ ունեք։ Իսկ ներքին խնդիրը արտաքինը չեմ խորանում ինչի համար, որտեղ կարանք տարիներով խոսանք։ Ժամերով չէ, օրերով չէ, տարիներով կարամ խոսամ։ Այնքան խոսամ, քունները տանի, որ ասում է, բայց հարցը դա չի։ Կրճատը հետո կխոսանք։ Հիմա գալիս ենք ներքինը։ Այսինքն այդ պաշտոնակռիվ կոչվածը մեր ժողովրդի մեջ է, աթոռակռիվ բան այդ կոչվածը, այսինքն դրսի այդ ուժերը, որ կառավարում են ուրիշի ձեռքով Հայաստանը կամ Վրաստանը, կարևոր չի կամ չգիտեմ ընդ Ուկրաինան այսօր եւ այլ։ Այդ դրսիները իրանք բան են անում, այդ կոնկուրս են հայտարարում, մրցույթ, հայերեն ասած, ու ներսի այդ աթոռակռիվները, այդ առնետները, օտարահպատակները, բան, հասկանում եք, ու սկսում են իրանք իրար ուտել, բան, մեկը վազում են, մեկը մեկի ոտից է քաշում, ու էդի մի քիչ փոխաբերական եմ ասում, իսկ ժամանակակից տերմինոլոգիայով նշանակում են ընտրություններ, անդե ասենք մեկը չի կարում ասենք, օրինակ մարդկա լավ խոսում է, ռետորական արվեստը տիրապետում է, լավ տրիներ է ունեցել, այսպես ասած, հասկացաք, չէ՞։ Ու ասենք իրան պետք չի փող տա, ինքը ձրի իր խոսալու ունակությամբ խի պետք է փող բաժանի։ Ժողովուրդ ջան, բան, ամեն մեկը այս երկրի ղեկավարն եք, բան, եւ այլ, հասկացաք, ու ասենք այտենց աթոռի են գալի առանց փողի, որովհետև խոսալ գիտեն, նորմալ է, բա այտենց է, այն ովքեր որ խոսալ չգիտեն, կամ լավ չեն կարող խոսան այն առումով, որ ասենք ռետորական արվեստին, այդ մասսաների վրա ազդելու այդ էներգիան
փոխանցելու այդ շնորհքը չունեն, իրանք էլ բան են անում, այդ 10 ովչիկների միջոցով փող տալով ձայն են առնում ու այդպես դառնում են, մտնում են պարլամենտ կամ չեն մտնում մի 20 հատ էլ, ասենք 30-40 հատ էլ դա ռազապաս են, որ ասում է, տարբեր կուսակցություններ բան կան, այդ էլ ասենք շեֆերը ոնց կորոշեն, երբ կորոշեն, այտենց է կփոխենք։ Դրա համար էլ հայտնվել է, այն որ ասում է բելկը գալիս է։ Այսինքն փակ շրջանի մեջ է հայտնված, մենակ Հայաստանի մասին չեմ խոսում, այդ իշխանությունները, այդ համաշխարհային ազդեցության ոլորտից միջև ամենացածր պետությունները, այդ տենց կառավարում են ու հասարակ ժողովուրդը կապ չունի, հայ էլ եմ ասում, հայ, վրացի, ուկրաինացի, բելարուս, ռուս, կապ չունի, կամ ուզբեկ, կապ չունի, հայտնվում են, ասենք այն վիճակում, որ ասենք այդ իրանց էլիտաները դրսի տարբեր ազդեցության ուժերի, ասենք Չինաստանի, Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի ջհուդների լոբի ունեն, չէ, ասում եմ, չգիտեմ ճիշտն ասած կարմիրա, թե սպիտակա, բայց ասում եմ լոբի մոբի կան դե սաղ աշխարհի մակարդակով։ Ես մի քիչ հումորով տղա եմ, էլի, ասեմ իմանաք։ Հա։ Ուրեմն այդ այնց ազդելով էլիտաների վրա, տեղական այդ կամակատարների վրա, այդ այնց կառավարում են, իսկ այդ տեղական էլիտաների մեջ ես վստահ չեմ, անգամ որ Հայաստանում այդ 35 տարվա մեջ էս 4 անգամ իշխանությունն է փոխվել, ճիշտն ասած ցավում եմ, բայց վստահ չեմ, որ անգամ այն ամենափառավոր 16 լեզու իմացող միջազգային ոնց են ասում դրան մրցանակների դափնեկիր համաշխարհային մարզիչ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացել է այդ ամեն ինչը ընկալել այն մակարդակի, որ հասկանա, որ իրեն օգտագործում են ու ինքը ոչ մի ձև չի կարող դրանից դուրս գա։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ դրա մասին չեն էլ մտածել, որովհետև իրանք այդպես իներցիայով գնում են, շատ է որ այդպես լիքը մի 50 հատ 150 հատ լեզու գիտեն կամ ասենք չգիտեմ եւ այլ եւ այլ։ Հասկանում եք, որովհետև իշխանությունը այդպես բան է, էլի մանավանդ որ մարդն է մի քիչ թույլ ալնում, շատ տարակ մարդուն փոխում է, իշխանությունը այդպես բան է։ Այսօր մի քիչ երկար է ստացվում, բայց թեման դեռ ավարտված չի, չգիտեմ, ասենք ավելի լավ է վերջացնեմ այս միտքս, հետո շարունակենք։ Ասում եմ տարիներով կարելի է այս թեման խոսալ, բայց ես ուզում եմ որ ասենք ինչ որ այդ հատվածները ինչի մասին որ խոսացի, որ լսողները հասկանան ընդհանուր ինչ էի ուզում ասեի։ Ուրեմն արտաքին գործոնը ասեցինք, ներքին գործոնն էլ կապված արտաքինի ազդեցությունից, ներքին էս աթոռակռի, կռվախնձոր, այդ առնետավազ կոչվածը, չէ, դարերով հասկանում եք, դա ոչ միայն 35 տարվա հարց է, ասում եմ 2600 տարվա, 2700 տարվա թեմա է, առաջվա կառավարման համակարգը այդպես վատը չի եղել, եղել են կարգին տղերք են էլ, կարգին իշխաններ են էլ, կարգին տոհմեր են էլ, կռվել են ընտանիքներով, կոտորվել են, ես հիմա հեշտ է, որ սենց խոսում եմ, մեկ-մեկ տաքանում եմ, չէ, ընդհանուր, որ ասում եմ, այդ իշխաններին կպնում եմ, այդ ընդհանուր, չի նշանակում, որ բոլորը վատն են էլ, ընդեն ես մարդիկ են էլ, որ ասենք իրանք հիշատակին, պետք է այդ արձանները, որ չգիտեմ ում արձաններն են ընդեն կայնացրել, չգիտես փողոցը գնում ես, ասենք ես իմ ում անունով, այդ մարդկանց իսկի անունները չգիտեմ, որ հարգեն, այդ այնց հասարակություն է դարես հասարակ, որովհետև այս հասարակությանը թողել են այն արքանին հիշեն, ովքեր որ պարկել են, այն չպարկողներին ջնջում են, կամ էլ այնց հպանցիկ, այնց թեթևի մեջ անցնում են, գրիչներն էլ դե պատմիչներն էլ սաղ տերտեր են էլ, տերտերիչներն էլ են գլխից պարկիչների բաներն են, ձախ թե աշ թևի մասնիկներն են էլ, դրա համար էլ ասենք չեն գրել, այնպիսի տոհմեր են էլ, ժողով ջան, այր ջան, այնս տղերք են էլ, այնց ընտանիքներ են էլ, սաղ տղամարդկային ցեղը մինչև վերջ պարկելա, մինչև վերջ մեռելա չի հանձնվել, դες մարդիկ են էլ, հիշում եք, ով է հիշում,
որտեվ չեն գրել։ Այդ գրիչները այն դրանց դրածնա, դրա համար իշ պետք է այդ են գրել։ Ով էլ կարացել է երկու բան, երկու պատառ մի բան փախցնի, այդ էլ փնովել են բան են արել։ Նո պապի վրա այդքան շարմար էին անում հոգևորականները։ Պապի մասին ես առանձին կխոսամ մի օր, որտեվ ինքը ընդ թերությունների եթե թույլ չտար բաց թողումներ, իր հետ այդպես չէին կարող անեին։ Ու բայց դա ուրիշ թեմա է։ Բայց արժանավոր տղա էր, գլուխը կերան։ Որտեվ ուզում էր այդ իմ ասած այդ Բերկով Կալիսեից, այդ որ փակ շրջանից ուզում էր դուրս գար այդ երիտասարդ տղեն։ Գլուխը կերան, կանչին հաց ուտելու սպանեցին այդ պիղծ ույները։ Դրանք միշտ այդ պիղծ ույները տենց են անում։ Կանչում են հաց ուտելու Ստեփանե իշխանին, դրանից քանի դար հետո Կիլիկիայի Թորոսի աղբորը, Մլեի աղբորը կանչեցին բանակցությունների Տույնձևի սպանին։ Տարբեր աղբյուրների կա գրածա ոնց են սպանը, որոշ աղբյուրներով կենթանի Ղազանի մեջ ճեպել են։ Ուրիշ աղբյուրներով ուրիշ ձև են սպանը։ Ես անձամբ իմ աչքերով կարդացել եմ այդ առաջինը որ ասի։ Հիմա հին այն սովետի ժամանակվա գրքերում եմ կարդացել։ Ես սիրում եմ, ես գրափարել եմ վաղ կարդում 15-16 տարեկան տղա եմ։ Գրափարվել եմ կարդացել։ Արևմտահայերենը որոշ աղբյուրներով եմ կարդացել։ Ես մեր արևելահայերենով ժամանակից դե տեսենք ինչ կա։ Այսինքն այն վաղ ոնց էր, ինչ կար դա կարդում էինք, սովետի վաղտեր գրքերի մեջ, դասագրքերի մեջ ամեն բան խոչ էին գրում։ Այդ Ստեփանեին ընդեսպանին, գլուխը կերան։ Այդ ովքեր որ ուզեցել են դուրս գան այդ շրջապտույտից, ել եմ ասում։ Միշտ դրսի օգնությամբ ներսի առնետները վարի են տվել, ինչի համար, որովհետև իրանք այդ կարմուշկի մոտ որ լնեն, լափամանին մոտ լնեն, իրանց տերերն էլ իրանց ապրես, են փիսոներին ոնց են սիրում։ Ու ջայնամի դա ինչ Հայաստան, ինչ բան, ինչ Մասիս, ինչ Արցախ, ու եւ այլն, ինչ Երևան։ Ջոգում եք ժողովուրդ ջան։ Կարևորը իրանք լավ լնեն։ Իրանց պետքա որ ինչ Հայաստան, ինչ բան։ Ուտելու համար են մենակ ապրում։ Ու ժողովրդի մակարդակներն են այտենց իջսե, ժողովուրդ ջան, մարդիկ այսօր մտածում են, ասում են կարևորը խաղաղությունը լինի, փորներս կուշտ լինի, տեղներս տակը լինի, չորը լինի։ Հեչել թե Հայաստան չի լինի։ Այդ թեմաների մասին հիմա շատ բան անեմ, կարծում եմ սկզբի համար այսպես հպանցիկ մեծ մազոգներով են նկարիչների ասած կարողացանք ինչ-որ մի բան բնորոշենք առաջի նախնական նկարենք այդ պատկերը, որի մասին հետո պետք է քննարկենք, վերլուծենք, հետո կշարունակենք, խորանանք, որովհետև շերտավոր է, մի անգամից չես կարող, այնքան խորն է այդ թեման, ու ել եմ ասում, կապված չի միայն Հայաստանի հետ։ Այս համակարգը համաշխարհային մասշտաբի համակարգ է, ոնց են ազատ մարդուն դարձնում ծառա, ավելի վիրավորական բառեր չօգտագործեմ։ Դրա մասին պետք է մտածել, նորից եմ ասում, որպեսզի ծնի դաստիարակվի, այդ սերունդը ծնված է իմ կարծիքով, պետք է դաստիարակենք, պետք է առաջի հերթին, նորից եմ ասում, հետ գնանք այն մի պահ, որ ասեցի, ցանկացած երկրում, ցանկացած ժողովրդի մեջ, ցանկացած քաղաքում, ցանկացած գյուղում, ցանկացած շենքում տվյալ համակարգի, տես տարբեր մակարդակների չի ասի, տվյալ մակարդակի կառավարման համար անհրաժեշտ ունակություններն ու հնարավորություններն ու կարողություններն ու ցանկությունները ունեցող մարդիկ կան, հարցը նրանում է դուք ճիշտ եք գտնում, ճիշտ եք դնում իրենց տեղերում, որպեսզի այդ ամբողջական համակարգը ճիշտ աշխատի։
մի քիչ երկար ստացվեց, բայց կարծում եմ որ մի քիչ sense էմոցիոնալ եմ զգացմունքային բան, sense ես չեմ տառապում բարդություններով, որ պետքա ինչ որ այս բան հասկացաք, որովհետև ոչ մի բան էլ ոչ մեկից սպասելիք չունեմ, ոնց ապրում եմ, նրանց էլ արտահայտում եմ։ Շարունակենք հաջորդ անգամ, լավ ելեք ժողովուրդ ջան։